Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով շատ սահմանափակ, զորությամբ տկար և շատ անգամ այլ թագավորությամբ նվաճված, սակայն մեր աշխարհում ևս արիության բազում գործեր կգտնվեն, արժանի գրոց հիշատակի։ Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է, դյուրահավատ, նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին, և եթե իմ գործունեության ընթացքում հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, պատմական առաքելությունս կհամարեմ կատարած։ Կարեն Դեմիրճյան ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։ Հայրը Սերոպը 1915-ին Մեծ Եղեռնից փրկվելով Էրզրումից մի կերպ հասել է Ալեքսանդրապոլ, ընկել Մանկատուն, որտեղ եւ հանդիպել է ապագա կնոջը, Ծագումով Վանեցի Լուսիկին, նույնպես որբ, որ մինչև իսկ 1 տարի պատասպարվել էր Հովանես Թումանյանի հարկի ներքո։ Ճակատագիրը նրանց բաժանել է, սակայն տարիներ անց կրկին հանդիպեցրել, որ այլևս չհեռացնի։ Դեմիրճյան ազգանունը, որ Սերոպը ձեռք բերեց Մանկատանը, գալիս է սերնդես սերունդ փոխանցված դարբին նախնիներից։ Նրանց ավակ որդու Կամո Դեմիրճյանի հուշերից։ Մտովի վերապրելով անցած գնացած տարիները, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ մեր մեջ առկա ամբողջ լավը փոխանցվել է մեր ծնողներից։ Նրանց գենետիկ հոգեկան որակները Կարենի մեջ ձևավորեցին մեծագույն պատասխանատվություն ժողովրդի ճակատագրի նկատմամբ, պատրաստ զոհելու ամենաթանկագինը։ «1949 թվականին արծաթե մեդալով ավարտելով դպրոցը, Կարեն Դեմիրճյանն ուսումը շարունակում է Պոլիտեխնիկական ինստիտուտի, ներկայիս ճարտարագիտական համալսարանի, մեխանիկայի ֆակուլտետի մեքենաշինության տեխնոլոգիայի բաժնում։ 1954 թվականին կարմիր դիպլոմով նորավարտ մասնագետին գործուղում են Լենինգրադ, ուր ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտությամբ աշխատում է տեղի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, ընդունվում կոմկուսի շարքերը, դասավանդում տեխնիկումում։ Վերադառնալով հայրենիք ինժեներ տեխնոլոգի հաստիկով գործի է անցնում էլեկտրատեխնիկական ձեռնարկությունում և տարաբնույթ պաշտոններ զբաղեցնելուց հետո 1958-ին ընտրվում սկզբնական կուրս կազմակերպության քարտուղար։ Ընթացքում հասցնում է ընտանիք կազմել, 2 զավակ ունենալ։ Չնայած խիստ զբաղվածությանը, սիրող հոգատար ամուսին ու հայր էր։ Կարենի հետ ծանոթացել եմ 52 թվին հասարակական աշխատանքի բերումով, երբ ես 2-րդ կուրսի ուսանող էի ինստիտուտում, իսկ նա 4-րդ կուրսի։ Այդ ժամանակ Կարենը իրենց ֆակուլտետի կոմերց միության քարտուղարներ և միաժամանակ ուսանողական գիտական ընկերության նախագահ։ Ես ընդգրկվել էի հենց գիտական ընկերության ասպարեզում, ինչպես հետագայում իմացա,
անձամբ Կարենի նախաձեռնությամբ։ Դա առաջին դեպքն էր ինստիտուտի պատմության մեջ, երբ գիտական ընկերությունը ղեկավարում էր ուսանողը։ Կարենը այդ ժամանակ արդեն աչքի էր ընկնում թե որպես փայլուն ուսանող, թե որպես ակտիվ հասարակական աշխատող, թե իր ամբողջ կեցվածքով, մարդկանց ուսանողության հետ հարաբերվելու ունակությամբ, իր անկրկնելի ծիծաղով։ Մեր հարաբերությունները զուտ աշխատանքայինից շատ շուտ վերածվեցին ընկերականի եւ ապա մեծ զգացմունքի, որը դարձավ մեր անբաժան ուղեկիցը 44-ամյա համատեղ կյանքում։ Չնայած զբաղվածությանը, թե գործարանում, թե քաղաքոմում, թե կենտկոմում, նա մշտապես ժամանակ գտնում էր շփվելու մեր հետ, հետաքրքրվում էր մեր կյանքով։ Երբ մեծացանք, նա ոչ միայն մեր համար հայր էր, այլև ես կարող եմ ասել ավագ ընկեր։ Նա կիսվում էր իմ հետ։ Ես հաղորդակից էի նրա ծրագրերին եւ մտահոգություններին, ապրումներին եւ դժվարություններին։ Նա խրատներ շատ չէր տալիս, նա դաստիարակում էր իր օրինակով։ Ի վերջո, ինչ տեսնում ենք, այն էլ սովորում ենք։ Մենք տեսել ենք արժանապատիվ կեցվածք, թե այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ամենաբարձր պաշտոնը Հայաստանում, թե այն ժամանակ, երբ թոշակառու էր։ Մենք տեսնում ենք պատասխանատվության բարձր զգացում, աշխատասիրություն, նրա աշխատունակությունը ուղղակի ապշեցուցիչ էր։ Նա սովորեցնում էր ապավինել սեփական ուժերին։ Նա գտնում էր, որ իրական հաջողության կարելի է հասնել միայն աշխատանքով։ Մարդիկ ի վերջո գնահատում են ոչ թե պաշտոնը, այլ մարդու արժանինքները եւ բանիմացությունը։ Իրական հեղինակությունը ձեռք է բերվում ամենօրյա ջանքերի միջոցով։ Եվ նա շատ գոհ էր, երբ ես ինստիտուտը ավարտելուց հետո ընտրեցի ոչ թե կոմերիտական կարիերան, չնայած կային շատ լավ առաջարկներ, այլ գնացի գործարան։ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցն ավարտելուց հետո 1961-ին Հայկոմ կուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի առաջարկությամբ Դեմիրճյանը նշանակվում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր ինժեներ։ Իսկ 1962-ի դեկտեմբերին ստանձնում տնօրենի պաշտոնը, միաժամանակ դասավանդելով Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Պատրաստվում էր տեխնացուական պաշտպանել անաղմուկ էլեկտրաշարժիչների արտադրության գծով, սակայն երիտասարդ գործունյա տնօրենը թե ի պաշտոն է, թե որպես կուսակցության անդամ հաճախ էր հանդիպում Հայաստանի ղեկավար այրերի հետ։ Վստահություն, հեղինակություն էր ձեռք բերել, եւ ահա Զարոբյանին փոխարինած Անտոն Քոչինյանի առաջարկությամբ գործարանի տնօրենը 1966-ի ապրիլի 16-ին, հաջորդ օրը կդառնար 34 տարեկան, ընտրվում է երկախկոմի քարտուղար։ Այստեղից է սկիզբ առնում կուսակցական պաշտոնական սանդուղքով նրա սրընթաց վերելքը։ 1972-ի հունվարին դառնում է Երևանի քաղկոմի երկրորդ, մի քանի ամսից Հայաստանի կոմկուսի կենտկոմի արդյունաբերության գծով քարտուղար, բյուրոյի անդամ։ Դեմիրճյանին հանձինս մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի վստահում էր կառավարությունը, ուստի նրա վրա դրվեց Հրազդան մարզադաշտի կառուցման վերահսկողությունը։ 1974 թվական նոյեմբերի 27 Կուսկենտկոմի 15-րդ պլենումը Անտոն Քոչինյանին ազատում է զբաղեցրած պաշտոնից։ Կուսակցական, տնտեսական, մշակութային բնագավառներում տեղ գտած լուրջ տերությունների, ինչպես նաև առողջական վիճակի եւ կենսաթոշակի անցնելու պատճառով։ Այսպիսին էր պաշտոնական ձևակերպումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ պլենումը շատերի համար անսպասելի Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ընտրեց 42-ամյա Կարեն Սերոփի Դեմիրճյանին։
Չնայած երիտասարդ տարիքին Դեմիրճյանն ուներ աշխատանքային փորձ, գիտեր արտադրությունը, գյուղատնտեսության ճյուղերը, պատվիրակությունների կազմում, նաև գործուղումներով եղել էր արտասահմանում, այդ կերպ հմտանալով նաև դիվանագիտության բնագավառում։ Կարողանում էր ճանաչել մարդկանց, գնահատել նրանց ունակությունները։ Պահպանվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն նրա պաշտոնական այցերից մեկի տեսաժապավեն։ Սա արդեն սիրողական նկարահանում է, որ արվել է Դեմիրճյան ամուսինների ձեռքով, երբ Իտալիայում էին։ Խորհրդային միության ժամանակ էլ կար դիմություն, ընդդիմություն, մարդիկ կային, ովքեր Դեմիրճյանը աշխատանքից հանել էր կամ իրանք գնահատում էին իրանց արժանինքները ավելի բարձր, քան արժանի են, եւ երի ընդդիմություն կար, բայց կարծեմ չէ երբևիցե իմ ու քոնը չուներ, նրա մեջ կար մերը, նրա մեջ կար իր Հայաստանը, իր հայ ազգը, երբ որ Դեմիրճյանը դարավ Կենտկոմի առաջին քարտուղար, ի տարբերություն մեր հարևան հանրապետություններից, որտեղ Մժավանաձեից հետո Շևարդնաձեն դարավ, կամ Բագիրովից հետո Ալիևը դարավ, Դեմիրճյանը Քոչինյանից հետո ոչ մի ջարդ չարեց, իսկ այնտեղ տասնյակ մարդիկ նստեցին, որ ցույց տային, որ նախորդները վատն էին, իրենք լավն են։ Իսկ ովքեր էին նորընտիր քարտուղարի գործակից բարձրաստիճան այրերը։ Նախարարների խորհրդի նախագահը Գրիգոր Արզումանյանն էր, Գերագույն խորհրդի նախագահության նախագահը ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը, որը զուտ անձնական նկատառումներով երկար չմնաց եւ տեղափոխվեց Մոսկվա, իսկ Արզումանյանը 1976-ի նոյեմբերին կնքեց մահկանացուն։ Դեմիրճյանը պետք է գտներ փոխարինողներ։ Գերագույն խորհուրդը ղեկավարեց Բաբկեն Սարգիսովը։ Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց Ֆադեյ Սարգսյանը, որին դեռ երկքաղկոմի քարտուղար աշխատած տարիներին Դեմիրճյանը խոստացել էր, այսպես ասած, հանել հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Եվ մեկ օր, երբ բավականին հիվանդ էի, շատ բարձր տաքություն ունեի, գիշերվա այդպես ժամի 11:30 զանգեց, հրավիրեց իրենց տուն։ Մենք մոտ էինք իրարից ապրում։ Ես ասի, որ հիվանդ եմ, նա ինձ խոսացա, որ ես չեմ մեռնի, կապրեմ։ Ես էլ քանի որ հավատում էի, հավատացի եւ գնաց իրենց տուն։ Ասաց, որ առավոտը թռչում ես Մոսկվա։ Ես անգամ չգիտեի, թե ինչի համար պետք է թռչեմ, ինչի համար է ուղարկում, բայց ասի ես հիվանդ եմ, ասես առավոտյան թռչում ես, ես թռա Մոսկվա, հաջորդ օրը առավոտյան ժամի 10-ին մոտ ուղեկցեցին ինձ Բրեժնևի կաբինետը, մենք երեքով էինք, Կենտկոմի Կապիտոնովը կադրերի գծով, Բրեժնևը եւ ես, շատ լավ ընդունեց Բրեժնևը, մոտեցավ, կրկախառնվեց եւ ասեց, ահա մեր բարեկամ հայերը եկան։ Հարցեց Կապիտոնովին, իսկ ինքը գիտի ինչ համար եք կանչել, ասեց, ոչ չգիտի։ Չեք ասել, հա, ասեց չէ։ Ասեց, ես կանչել է առաջարկել, որպեսզի դուք աշխատեք հանրապետության կառավարության նախագահ։ Ես ասի, ինչու։ Ասաց, այդպես է հարկավոր, ես ասի, բայց ես աշխատում եմ եւ կարծեմ կարևոր գործ եմ կատարում։ Ասեց, ոչինչ, որտեղ դες կուսակցությունն ուղարկում է, այնտեղ ավելի կարևոր է։ Ես խոսեցի Կարեն Սերոպիչի հետ, ասեց, շատ էլ լավ են անում։ Ես ես ասեմ խոստացել եմ եւ այդպես էլ պետք է անեմ, դու քո կաբինետից պետք է գնաս։ «1975-ի սկզբներին արդեն մշակված էր Հայաստանի զարգացման նոր ծրագիրը, ըստ որի գյուղատնտեսության ոլորտում ուղենիշ ընտրվեց անջրտի հողերի եւ անօգտագործելի տարածքների արդյունավետ մշակությունը։
Հայաստանը զարգացած երկիր կհամարվի միայն այն դեպքում, երբ զարգացած լինեն նրա գյուղերը։ Այսպես էր մտածում հանրապետության առաջին դեմքը ու համապատասխան օղակներից պահանջում այն գործի վերածել, օգտագործելով սոցերկրների փորձը։ Նա մասնավորապես տպավորված էր Հարավսլավիայի այգեգործությամբ, խնձորենիների մշակման ճյուղում նրանց ձեռքբերումներով։ Որոշումը 100 հեկտար խնձորուտի հիմնում պիտի իրականություն դառնար։ 76 թվականի գարնանը, երբ առաջի 10 հեկտար, 15 հեկտար արդեն հիմնադրել ենք, առաջի անգամ Հայաստանոպչը բարձրացավ այդ դեմեր կոչվող տարածությունը, կարպիի, եւ երբ տեսավ, պայծառացավ մի անգամից։ Եվ ասաց, գիտեք ինչ ընկերներ, իսկ ինչու 100 200 հեկտար, այնտեղ մի ջրտար կար, 100 հեկտար այս կողմ, 100 հեկտար էլ այս կողմ։ Հիմա դե աճեցրել են առաջի 3-րդ 4-րդ տարին արդեն առաջի բերքի նշանները տվեց, հիացան բոլորը, գեղեցիկ պտուղներ, խոշոր, եւ հիմա ժողովուրդը անել են շուկա արդեն եւ հարցնում են ինչ սորտ է սա, դե չեն կարող արտասանել այդ բառերը եւ ասում են դա դեմերչյան սորտ է։ Զարմացած նայում են, ինչ դեմերչյան սորտ, սա դեմերչյանի այգիների դեմերչյան սորտն է։ Եվ մենք սկզբից փորձեցինք գյուղացիներին բացատրել, ամրապնդել իրենց մտածելակերպում, որ այս սորտերն են, Star Crimson, Red Delicious, Golden Delicious, միևնույն է նրանք անդրդվել են, դա դեմերչյան է, եւ մենք էլ մտածեցինք, իսկ ինչու՞ չէ։ Դեմիրճյանի պաշտոնավարման հաջորդ իսկ օրը նոյեմբերի 28-ին Երևանում բացվեց Ռոսիա կինոթատրոնը։ 1976 թվական դեկտեմբերի 22 շահագործման հանձնվեց հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը, երկրորդը 1980-ի հունվարի 5-ին։ Հայ կոմկուսի կենտկոմի եւ նախարարների խորհրդի ընդունած որոշմամբ մայրաքաղաքի չափերն ավելանալու էին ավելի քան 1.5 անգամ, հասնելով 15,000 հեկտարի։ Նոր, արևմտյան, հյուսիսային եւ հյուսիս-արևելյան ուղղություններով ծրագիրը նախատեսում էր բնակարանային մեծածավալ շինարարություն, արդյունաբերական նորակառույցներով, կրթական մշակութային, կենցաղ սպասարկման, բուժական հաստատություններով, ինչը ենթադրում էր բնակչության աճ։ Իդեպ, 1979 թվականի մարտահամարի տվյալներով Երևանում բնակվում էր 1,19,000 մարդ։ Եթե Հայաստանն ուզում է ապագա ունենալ, պետք է լինի տեխնիկապես, տեխնոլոգիապես եւ գիտականորեն զարգացած, որպեսզի հարևանները, առաջին հերթին Ադրբեջանը, կախվածության մեջ լինեն մեզնից այնպես, ինչպես մենք Եվրոպայից։ Ի վերջո մարդիկ հաշվի են նստում ցանկացած ձևով արտահայտված ուժի հետ, եւ ոչ միայն ռազմական ու ֆիզիկական։ Այս խոսքերը նա կասի տարիներ անց, բայց պարզ է, այդ կերպ էր մտածում, մասնավորապես գործում, երբ իշխանություն ուներ, մեծ հնարավորություններ։ 30-ական թվականներից սկսած Հայաստանը զարգացավ մեծ քիմիայի ճանապարհով։ Դա խոշորագույն սխալ էր։ Եվ այն ժամանակվա ղեկավարների խղճի վրա կարող է մնալ այդ սխալը։ 70-ական թվականների կեսերին արդեն ընդունվել էր հերթական հնգամյա պլանը, սպասվում էր մեծ քիմիայի նոր զարգացման թափը Հայաստանում։ Եվ այդ պահին առաջին քարտուղար ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ Կարեն Դեմիրճյանի հարկի պսակն է, որ նա կարողացավ դեմ գնալ հոսանքին։ Նա վերանայել տվեց թե հնգամյա պլանը, որ արդեն օրենք էր երկրի,
եւ թե քաղբյուրոյի որոշումը հանգամ է պլանը հաստատելու մասին։ Նրա գործնեության արդյունքում դադարեց մեծ քիմիան խորհրդային Հայաստանում։ Դրա փոխարեն պիտի փոքր քիմիան զարգանար, որը այդ վտանգը չէր ներկայացնում, եւ վերջապես դրա փոխարեն պետք է գնար մեքենաշինություն, մետաղագործություն եւ այլն, որոնք ապահովելու էին մեր մարդկանց աշխատանքային տեղեր։ Բայց միաժամանակ նկատի պետք է առնել, որ արդեն իսկ մենք գործել էինք պատմության նկատմամբ խոշոր հանցագործություն, երբ էլեկտրական էներգիա ունենալու համար դատարկել էինք Սևանը։ Իսկ էլեկտրական էներգիա պետք էր մեծ քիմիային։ Ժամանակին բարձրանկոտությամբ խոսում էինք այն մասին, թե տեսեք Հրազդանի կասկադը կառուցվել է։ Հրազդանի կասկադը կառուցելու կարիք չկար, ատոմային կայանը կառուցելու կարիք չկար, եթե մենք չզարգացնեինք մեծ քիմիան։ Ահա Դեմիրճյանի խոշորագույն ծառայությունը մեր ժողովրդին այն էր, որ գոնե կարողացավ ժամանակին կամ մի քիչ էլ նույնիսկ ուշացումով կանգնացնել մեծ քիմիայի արտադրությունը։ 1977 թվական հոկտեմբերի 6 Դեմիրճյանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ կառավարությունն ընդունում է որոշում Երևանում մետրոպոլիտենի կառուցումն սկսելու մասին։ Հիշենք, Քոչինյանի օրոք սկսված շինարարության համաձայնությունը ստորգետնյա տրամվայի կառուցման համար էր եւ ներքին հրահանգով իրականացվում էր մետրոպոլիտենի չափերով։ 1981 թիվ մարտի 7 գործարկվեցին մետրոպոլիտենի առաջին հերթի բարեկամություն, Սարալանջի, Մարշալ Բաղրամյան, երիտասարդական, Լենինի հանրապետության հրապարակ, Սասունցի Դավիթ կայարանները։ Իսկ 1983-ից սկսած մեկը մյուսի ետևից շարք մտան գործարանային, Շենգավիթ, Սպանդարյան, Գարեգին Նժդե հրապարակ, Զորավար Անդրանիկ կայարանները։ Ընդունված է ասել, մետրոպոլիտենի շինարարությունը միայն սկսվում եւ չի ավարտվում։ Հուսանք այդպես կլինի նաեւ մեր պարագայում։ Շարունակենք։ Արագացված էր ընթանում Երևանի նոր օդանավակայանի շինարարությունը, եւ Դեմիրճյանը եղավ մեր օդային դարպասի նախկին արևմտյանի փոխարեն Զվարթնոց անվան կնքահայրը։ Դժվար չէ պատկերացնել, թե անվանափոխությունն ինչ դժվարությունների էր հանգեցնելու։ Չէ որ պիտի փոխվեին խորհրդային միության եւ աշխարհի շատ երկրների օդակայանների չվացուցակները, տեղեկատուները, սակայն էականը անունն էր, որին անհամաձայնություն էր հայտնել Մոսկվան, ավելի ստույգ Միխայիլ Սուսլովը։ Այս թեմայով Սուսլով-Դեմիրճյան զրույցի ընթացքում Կուսակցության գլխավոր գաղափարախոսն ու քաղբյուրոականը պնդում է, թե Զվարթնոց անունից տերտերականության հոտ է փչում, որին հետևում է առարկությունը Զվարթնոց նշանակում է ուրախ, զվարթ վայր։ Նման մտածողությամբ մարդիկ էին կառավարում երկիրը։ Նման միջավայրում էր գործում Դեմիրճյանը, որին վիճակված էր լուծում գտնել ոչ միայն խորհրդային Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղին հուզող խնդիրներին։ Հայ կոմկուսի առաջնորդի հետ մի հանդիպման մասին պատմում է Զորի Բալայանը։ Ղարաբաղցին գշեր ցերեկ նայում է, լսում է, տեսնում է թուրքական լեզվով, թուրքական այսպես ասած հերարդակումները եւ այլն։ Ասեց մի գաղափար կա։ Նոր աշտարակ են դնում Երևանում, ինքը որոշել է Երևանինը տեղափոխել Գյումրի, Գյումրիինը տեղափոխել Գորիս, որպեսզի այնտեղ ռետրանսլատոր որևէ տեղ դնեին, մի բլուրի մի սարի վրա, որպեսզի Ղարաբաղը կարողանար արդեն, այսպես ասած, բարից բնումով որսալ լեզուն, գաղափարը, նկարը եւ այլն։ Գիտեք, սա արդեն մենք զգացել ենք, որ սկսվել է միացումը։ Որ պատկերացրեցիք, փողոցներում մարդ չկար։ Մարդիկ նայում էին, այն ինչ որ ցույց են տալիս։ Իրենց համար հետաքրքիր որ դա հայերեն էր։ Դա առաջի անգամ այն։ Եվ դա արել է Կարեն Դեմիրճյանը։
1970-ականների վերջին Մեղրի կատարած այցից հետո Դեմիրճյանը խնդիր դրեց. կառուցել Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը, ասես կանխատեսելով գալիքը։ Հակամարտությունը նրա եւ Հեյդար Ալիևի միջև խնդրի շուրջ հետզհետե սրվեց։ Քաղբյուրոյի անդամության տեխնացուն Ադրբեջանի շահերից ելնելով ձգտում էր ճանապարհն անցկացնել Նախիջևանով։ Խորհրդային կուսակցական ռազմական ղեկավարության աջակցությունն ապահովելու համար դիմելով ամենատարբեր միջոցների։ Դեմիրճյանն անդրդվելի էր, խորապես հասկանալով, որ հայ ժողովրդի շահերի նկատմամբ լուրջ ոտնձգություն է կատարվում։ Բանն այն է, որ Մեղրին Երևանին կապող 260 կիլոմետր երկարությամբ միակ ընծմի երկաթուղային ճանապարհն անցնում էր Նախիջևանով, որին Ալիևը օգտվելով առիթից ուզում էր գումարել ավտոմայրուղին, բացառելով այլընտրանքը։ Դեմիրճյանն այնքան վարպետորեն վանեց հարձակումներն ու մեղադրանքները, որ ի վերջո ստացավ նույն վերնախավի արտոնությունն ու ֆինանսավորումը։ Եվ մենք գտնում էինք Կրեմլում, Կարեն Սերոբիչը ասաց գնանք Ալիևին շնորհավորենք, իհարկե ճակերտներով։ Այն ժամանակ Ալիևը կենտկոմի անդամ էր և կառավարության նախագահի առաջին տեղակալ, ասի գործ չունես, որովհետև գիտե իր բնավորությունը, որ պետք է մի լավ տեղը դնի։ Ասեց քո գործը ուզում եք մի արի։ Դե սվոտ գնաց ինչան է, որ չի կարող բերել իրեն։ Մտանք։ Հետո Ալիևն ասեց Կարեն, ես քեզ ուզում եմ ասել, դու համաձայնվի այդ ճանապարհը կառուցելու հետ։ Մի մերժի, չես փոշմանի։ Ես կարծացել էի որոշման նախագիծ, ըստ որի Կարեն Սերոբիչը պետք է դառնալ կառավարության նախագահի տեղակալ եւ ընտրվել Քաղբյուրի անդամության տեխնացու։ Կարծում որ ինքն էր կարծացել, չնայած ես իրան բաց չասի, որտեղ եթե Սմերտուկովը ինձ ցույց էր տվել, իրան էլ ցույցված կլերած երևույթին։ Ասեց ոչ։ Ալիևն ասեց մտածի, Կարեն, ես քեզ եղբորպես եմ խնդրում, որպես մեծ եղբայր խնդրում եմ համաձայնվի։ Ասեց ոչ։ Հետո երբ դուրս եկանք, ասի Կարեն, դու գիտես որ քո ասածը ամբողջ հետագա կարիերայի դեմ է։ Մտածում ես այդ մասին, թե չէ։ Ասես գիտես ես իմ ժողովրդի համար եմ մտածում։ Ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա ընդամենը 5 տարում կատարվեց հսկայածավալ աշխատանք եւ Մեղրի լեռնանցքը դարձավ երթևեկելի։ Այս լուսանկարներն արվել են Մայրուղու բացման օրը։ Կառույցի արժեքն այսօր անչափելի է, եթե նկատի առնենք, որ այն մեր անկախ հանրապետության հարավային միակ դարպասն է։ Նրա ղեկավարության օրոք Հայաստանի տարբեր քաղաքներում շարք մտան 12 փոքր ու մեծ օդակայան, 18 ջրամբար, տարբեր նշանակության ավտոճանապարհներ, Իջևան-Հրազդան երկաթգիծը։ Շուրջօրյա աշխատանքային հերթափոխով էր ընթանում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, երիտասարդության պալատի շինարարությունը, օպերային թատրոնի և ֆիլհարմոնիկ մեծ ու փոքր համերգասրահների, Մոսկվա կինոթատրոնի վերակառուցումը։ Այս ամենով հանդերձ առաջնայինը Սևանի հիմնահարցն էր։ 1979 թվականին որոշվեց լճից ջուր բաց թողնել միայն ոռոգման նպատակով։ 1981 թվականին ստորգետնյա ջրանցքով Արփան հասավ Սևան։ 1986 թվականի տվյալներով լիճ էր տեղափոխվել 1 միլիարդ խորանարդ մետր ջուր, արձանագրվել մակարդակի բարձրացում 80 սանտիմետրով։ 1978-ին ծնունդ առավ Սևան ազգային պարկը, հեռուն գնացող նպատակներով։ Ծրագրեր, որոնք ցավոք լիովին չիրականացան, ինչպես օրինակ Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը 218 միլիոն խորանարդ մետր տարողունակությամբ ևս թեթևացնելու էր Սևանի բեռը։ 1981-ին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ սկսված Որոտանի 21,4 կիլոմետր երկարությամբ ընդգետնյա ջրատարի շինարարությունը, որն ավարտվեց Հայաստանի 3-րդ հանրապետության օրոք, Մեղրի Քաջարան 3500 և Քաջարան Սիսիան 6000 մետր երկարությամբ թունելների և Զանգեզուրի երկաթուղու կառուցման ծրագրերը։
Հայաստանի Կոմկուսի կենտկոմը պետք է իր վերաբերմունքը դրսևորեր ռուսաց լեզվի հետագա զարգացման եւ տարածման մասին Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի ընդունած որոշման նկատմամբ։ Դժվարությունները ծագեցին հատկապես Մոսկվայի որոշ գաղափարախոսական կադրերի կողմից, որոնք ուզում էին ապացուցել կամ ճգնում էին ապացուցել, թե պետական լեզու հասկացությունը հակադեմոկրատական է, որ տվյալ երկրում կարող են ապրել տարբեր ազգեր տարբեր լեզուներով եւ չի կարելի նրանցից մեկի լեզուն առանձնացնել եւ դարձնել պետական, պարտադրելով մնացած բոլորին։ Եվ մեծ դժվարության առջև կանգնեց կենտրոնական կոմիտեն Դեմիրճյանի գլխավորությամբ, երբ ուզում էր այդ պետական լեզվի հասկացությունը դնել մեջտեղ։ Ես ձեզ պիտի ասեմ, որ այստեղ Դեմիրճյանին օգնության եկավ մեր հասարակայնությունը։ Առաջին հերթին Սիլվա Կապուտիկյանը։ Եվ հետո զանազան ժողովներ, զանազան ցույցեր եւ այլ եւ այլ։ Բնականաբար կենտրոնը այդ ամենի մասին տեղյակ էր, որ Հայաստանում այդքան դյուրությամբ չի ընդունվում նոր սահմանադրության այդ կետը։ Եվ վերջապես որոշվեց, որ պետք է Դեմիրճյանին հանձնարարել տալ նոր խմբագրություն, որը պիտի քննարկվեր կենտրոնում, ընդունվեր կամ ոչ։ 77 թվին Մոսկվայում էինք, Կարենը վերադարձավ քարտուղարությունից շատ հուզված, նյարդացած, հանդիպել էր Շևարդնաձեին եւ նրանից իմացել էր, որ ինքն էլ, Ալիևն էլ միանգամից համաձայնություն են տվել փոխել լեզուն, ռուսերենը դարձնել պետական։ Կարենը Շևարդնաձեին ասել էր, որ ես հրաժարվել եմ եւ մինչեւ վերջ կանգնելու եմ։ 3 օր տևեց այդ վիճաբանությունը քարտուղարությունում։ Կարենին անդադ կանչում էին, օր էին տալիս, նորից մտածի։ Վերջիվերջով առաջարկել են Կարենը ինքը ձևակերպի հոդվածի բովանդակությունը։ Կարենը եկավ հյուրանոց, ես նստեցի կողքը մինչև գիշերվա 4-ը, հետո չդիմացա, գնացի քնեցի։ Առավոտյան միմին արթնացա ինքանք, արդեն չկար։ Կենտկոմից վերադարձավ, ասեց ընդունեցին, հավանեցին։ Այս տարի միայն իմացա նաև ուրիշ մանրամասնություններ։ Երբ Կարենը սկսել է ապացուցել, որ անհրաժեշտ է հայերենը ընդունել, Суслова շատ կոպիտ նրան ասել է. «А вы, молодой человек, садитесь, вы мешаете». Եվ իզարմանս բոլոր ներկաներին Կարենը ոչ պակաս կոպիտ Сусловին պատասխանել է. «А вы не понимаете сущность вопроса». Դուք չեք հասկանում, որ մենք ունենք աշխարհով մեկ սփռված սփյուռք, որը իր միակ հայրենիքը տեսնում է սովետական Հայաստանի մեջ։ Դուք ինչպես կբացատրեք սփյուռքահայերին, որ հայրենիքում պետական լեզուն պետք է լինի ոչ թե հայերենը, այլ ռուսերենը։ Քար լռություն է տիրել, չնայած սպասում էին փոթորիկի, բայց Սուսլովը ոչ մի ձայն չի հանել։ Այդպես Կարենը այս լեզվի ձևակերպումները ձեռքին վերադարձել է Երևան։ Սակայն այդ ժամանակ տեղի ունեցան Վրաստանի իրադարձությունները։ Մեծ դեր էր այստեղ խաղացել նաև ինֆորմացիայի արտահոսքը, որ հայերը ունեն այսպիսի տարբերակ։ Եվ դա ավելի տաքացրել էր ընդդիմադիր տրամադրությունները։ Ինչպես հայտնի է, պաշարել էին ղեկավարությանը, Գերագույն խորհուրդը եւ Շևարդնաձեն հայտնվել էր անելանելի վիճակում։ Նա զանգում է Բրեժնևին եւ ասում է. «То, о чем вас предупреждал Демирчян, случилось в Грузии». Դե նրանք արդեն նախապատրաստված էին լավ։ Եվ Կարենի ձեռքով գրած հոդվածը առաջարկում են Շևարդնաձեին։ Այնտեղ ընդունում են, անցնում են եւ հաջորդ օրը մեր պլենումն է անցնում։ Ոչ տեղյակ մարդիկ ասում են առաջ վրացիներն են ընդունել, մալաձեց վրացիները, հետո հայերը, բայց իրականությունը սա է։ Ինքը ինձ է անձամբ ասել 36 թվի հասարմանադրությունում ընդունված պետական հայերենը այժմ փոխել ռուսերենով, դա նշանակում է ոչ միայն նահանջ
Դա նշանակում է պատմական մեծ հանցագործություն, որին ես չեմ գնա ոչ մի պարագայում։ Դեմիրճյանի անձնական վերահսկողությամբ մշակվեց եւ սկսվեց կառուցվել ողջ ԽՍՀՄ-ում նմանը չեղող մարզահամերգային համալիրը։ Շինարարության մասին որոշումը կայացվել էր դեռևս 1974 թվականի մարտի 16-ին։ Կառույցի արժեքը շարունակաճում էր 9.9 միլիոնից հասնելով 34.5 միլիոն ռուբլու։ 1980 թվականի Մոսկովյան օլիմպիադայից հետո Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան որոշել էր 37-րդ առաջնությունը 1983 թվականի հոկտեմբերի 22-ից 30-ը անցկացնել Երևանում։ Հայաստանն իր հերթին վճիռ է կայացնում պատասխանատու մրցաշարը կազմակերպել մարզահամերգային համալիրում, որը դեռ կիսավարտ էր։ Առաջնությանը պետք է մասնակցեր 43 երկրի 250 մարզիկ, իսկ հյուրեր սպասվում էին ավելի քան 120 երկրից։ Սակայն կատարվեց անսպասելին։ Բառացիորեն մի քանի օր առաջ կազմկոմիտեն որոշեց մրցամարտը տեղափոխել Մոսկվա։ Թե որն էր քայլի պատճառը, պաշտոնական բացատրություն չտրվեց։ Քաղաքում լուրեր այնուամենայնիվ շրջում էին։ Իբր մի քանի օր առաջ մրցումներին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Թուրքիան, իսկ Հայաստանի ազատագրության գաղտնի բանակը Ասսալլան հայտարարել է, թե չի հանդուրժի ցեղասպանության զոհերի հուշարձանի հարևանությամբ Թուրքիայի դրոշի առկայությունը։ Ինչևէ, առաջնությունը տեղի ունեցավ Մոսկվայում, որտեղ հայ դյուցազունները սխրանքներ գործեցին, իսկ Երևանի մարզահամերգային համալիրում շուքով նշվեց Էրեբունի Երևան տոնախմբությունը, որն հետո օրինակեցին վրացիները, նշելով իրենց քաղաքի Թբիլիսոբա անունը կրող տոնը։ Ընդամենը 1.5 տարի անց մարզահամերգայինում հրդեհ բռնկվեց։ Փետրվար ամիսներ ես շտապում էի աշխատանքի, պետք է Կենտկոմում մեր խմբով, այսպես կոչված speech writer-ների խմբով, Սուրեն Ավետիսյան, Մարտին Խաչատրյան, Հրանտ Լալայան, Իմավել Մանուկյան, պիտի աշխատեինք ընտրողների հետ Դեմիրճյանի հանդիպման ճառի վրա, աշխատանքը կիսատ էր մնացել։ Առաջին բանը, որ նկատեցի, ծխախոտի ծուխ էր կանգնած։ Մի քանի ամիս առաջ Կարեն Սերովիչը թողել էր ծխելը եւ հիմա ծխում է։ Փորձեցինք սկսել աշխատանքը, բայց աշխատանքը չէր ստացվում։ Րոպեն մեկ զանգահարում էին, անմիջապես մեքենան կանչում էր, նորից գնում էր Ծիծեռնակաբերդ։ Մենք քանի որ դեռ պիտի շարունակենք աշխատանքը, նրան չէինք ուղեկցում, բայց նրանք ովքեր ուղեկցում էին, վերադառնալուց հետո ասում էին, դուք պետք է տեսնեիք, թե այդտեղ հավաքված ժողովուրդը ինչպես էր դիմավորում առաջին քարտուղարին։ Բոլորը փորձում էին նրան մխիթարել, կարեկցել, օգնել խորհուրդներով եւ կամաց ողբերգության զգացողությունը առաջին քարտուղարի մոտ վերականգնեց վճռական գործողությունների դիմելու իր սովորույթը։ Շարունակում ենք աշխատել ուրեմն Դեմիրճյանի ելույթի վրա։ Ընդ որում աշխատելը մի քիչ հարաբերական հասկացություն է։ Կարեն Սերովիչը, քանի որ մենք միասին նույն դպրոցն ենք ավարտել, նույն գրականության եւ լեզվի դասատուներն ենք ունեցել, ինքը թելադրում էր պարզապես, հետո գալիս էր շտկումների ժամանակը, ի վերջո ինքն ասաց, որ չի կարող այդ ելույթը տեղի ունենալ առանց հրդեհ հիշատակելու։ Եվ ես հիշում եմ բավական երկար մենք տանջվեցինք 2-2.5 պարբերության վրա, որովհետև այդ բանը պետք է ասեր Դեմիրճյանը, չնայած ուրիշ բաների մասն էլ բնականաբար պետք է խոսեր, եւ վերջապես ստացվեց վերջնական տեքստը, որը ձեզ կփորձեմ հիմա կարդալ։ Տեխնիկական պատճառերով ծագած հրդեհի կապակցությամբ այս օրերին ստացվում են բազմաթիվ հեռագրեր, նամակներ, հեռախոսազանգեր, մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնում անմիջական մասնակցություն բերելու պատահարի հետևանքների շուտափույթ վերացմանը։ Անկարելի առանց հուզմունքի ծանոթանալ դրանց,
լսել, տեսնել, զգալ մեր մարդկանց սրտաբուխ մղումը, անել ամեն ինչ, որպեսզի համալիրը նորից շարք մտնի։ Զուսպ էին արտակուստ այս տողերը, բայց ներկաները շատ լավ պիտի զգային իրադրությունը եւ հարկավոր էր միտքը ամփոփել եւ կանոնացիոն առաջարկեց գրել այսպիսի մի նախադասություն. ամեն ինչ կարվի, որպեսզի մեր հոյակերտ կոթողը վերադառնա շարք հնարավոր կարճ ժամկետում։ Երբ այս տողերն էլ ձևակերպեցինք, ասեց վերցրեց մատիտները, դրեց բռունց կարած մատների արանքում նիզակների պես սուր սրած մատիտները, ասեց մի հատ էլ կարդացի, ասեց այդ լավ, բայց հանկարծ կարդալուց ձայնս չխզվի։ Ընդհանրապես ինքը շատ զուսպ էր իր զգացմունքներն արտահայտելու մեջ, երբ բարկանում էր անժանակ զայրույթը նույնիսկ կարող է սահմաններ ճանաչել, բայց քնարական հուզմունքային, զգացմունքային պահերը գրեթե բացակայում էին առաջին քարտուղարի խոսքերում, բայց այս անգամ ինքը թույլ տվեց այդ թուլությունը։ Եվ գիտեք ինչ, ես այդ ելույթը լսում էի ռադիոյով, քաղաքում չէի, Դիլիջանում էի լսում, երբ ինքը կարդաց այս տողերը, հանկարծ այդ վերջին պահին ամենակարճ ժամկետում ձայնը երերաց։ Ընդամենը մի քանի ամիս անց մարզահամալիրը կրկին դռները բացեց, մինչ օրս մնալով Երևանի հոյաշեն կառույցներից մեկը։ Մեծ Եղեռնի 60-ամյա տարելիցի նախօրյակին 1975 թվականի ապրիլի 23-ի երեկոյան առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարը հանդես եկավ հեռուստատեսությամբ, պարզաբանելով խորհրդային Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը դատապարտում էր հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Հաջորդ օրը ապրիլի 24-ին հանրապետության քաղաքական ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակներ դրեց զոհերի հիշատակին, իսկ երեկոյան ողջ հանրապետությունում ազդարարվեց լռության րոպե։ Այդ օրվանից դրվեց Մեծ Եղեռնի օրը նշելու ավանդույթը։ Մենք սիրում էինք լռության րոպեն, այն դու բերեցիր եւ քոնն էր կարծես։ Ապրիլյան սուքը երեկոյան դեմ հխրում դառնում էր հաղթանակի ծես։ Այս տողերը Սիլվա Կապուտիկյանը կգրի հետո 2001-ին, սակայն մինչ դա դեռ այնքան քայլ կար կատարելու, որոնցից գլխավորը պիտի արվեր 10 տարի անց։ Անցմին հարկավոր էր այն մշակել, մատուցել այնպես, որ չդիտվի հակախորհրդային, հակակոմունիստական, ազգայնամոլ ձեռնարկ, եւ ահա 1985 թվականի հունվարի 25-ին Կարեն Դեմիրճյանը նամակ է հղում ԽՄԿԿ կենտկոմին, առաջարկելով 5 կետից բաղկացած միջոցառումների ծրագիր։ Քննարկումը կայացավ 3 շաբաթ անց, փետրվարի 21-ին քաղբյուրոյում, որը Չեռնենկոյի հիվանդության պատճառով ղեկավարում էր Գորբաչովը։ Հիշարժան է ապագա գենսեկի եզրափակիչ խոսքը։ Կարծում եմ ճիշտ վարվեցինք, որ հարցը լսվեց այստեղ եւ քննարկվեց քաղբյուրոյի մակարդակով, քանի որ այն հարստացրեց մեր գիտելիքները կատարված դեպքերի վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է ներկայացված առաջարկություններին, առայժմ դրա մասին գիտե միայն ընկեր Դեմիրճյանը, եւ կարիք չկա, որ որևէ մեկն էլ իմանա։ Ապրիլի 24-ը պետականորեն հիշատակի օր ընդունելու որոշման թույլտվության համար Կարեն Դեմիրճյանը հետևողականորեն պայքարում է նաև հետագա տարիներին։ Սկզբունքորեն Կրեմլից համաձայնությունը կորզվում է 1987 թվականին, սակայն դեպքերի բերումով այն հրապարակվում է 2 տարի անց, արդեն հաջորդ առաջին քարտուղարի օրոք։ 1978 թվականին հանդիսավորությամբ նշվեց Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալու 150-ամյակը։
Երևան ժամանեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովը։ Հայաստանին հանձնվեց Լենինի շքանշան, եղան ճառեր, ծափեր, շքեղ ընդունելություն։ Սա բոլորը գիտեն։ Սակայն քչերին է հայտնի, որ տոնակատարության նախապատրաստության օրերին Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի կազմած փաստաթղթերում տեղեր գտել Հայաստանի միավորումը Ռուսաստանին բառակապակցությունը, ինչը ենթադրում էր արևմտյան Հայաստանի չգոյություն, հրաժարում հայկական հարցից։ Շատերը չէին նկատել, ըմբռնել խորունկ քողարկված անճշտությունը, բայց Դեմիրճյանի աչքից ոչինչ չէր վրիպում։ Նրա անմիջական առաջարկությամբ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեքստերում, փաստաթղթերում, այդ թվում նաեւ ԽՄԿԿ կենտկոմի որոշման եւ շնորհավորական նամակի մեջ ավելացվում է արևելյան բառը։ Անկամ մանրուքներում բծախնդրություն հանդես բերող անձը ինքնին պարզ է, որքան սկզբունքային պիտի լիներ տարածքային հարցերում։ Բանն այն է, որ տասնամյակների ընթացքում մեր արևելյան հարևանները դանդաղ, բայց նպատակադրված գրավել էին ամբողջ հանդամասեր արոտավայրեր։ Դեմիրճյանի հանձնարարությամբ խնդրի պարզաբանման համար սահմանագլուխ է մեկնում մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալը։ 1984 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ նրա հանձնարարությամբ ես մեկնեցի նոյեմբերյանի շրջանի Դովեխ գյուղը, այնտեղ այդ ադրբեջանական հրոսակները հարձակվեցին մեզ վրա եւ ինձ ծեծկրտոքով պատանդ տարան Ղազախի շրջանի Քյամարլու գյուղը եւ խոշտանգում էին, ստիպում, որ ես փաստաթուղթ ստորագրեմ, որ այդ հողերը պատկանում են իրենց, ոչ թե Հայաստանին։ Ընդհուպ մինչև կացինը դրել էին վզիս, որ կկտրենք, եթե չստորագրես, ես ասի ես այդ մարդը չեմ, եթե ես անտառում ձեզանից չվախեցա, այդ ակումբում դժվար թե բեմում վախենամ։ Մի խոսքով դա երկար պատմություն է, ուրեմն այդ դրանից հետո սահմանները ճշգրտվեցին եւ 14551 հեկտար ամբողջ սահմանի երկանքով նրանք սկսած 20-ական թվականներից առաջ էին եկել զավթել այդ հողերը, դուրս եկան եւ սահմանները ճշգրտվեցին, ընդհուպ մինչեւ փոխվեցին բոլոր գոյություն ունեցող քարտեզները Մոսկվայում, Ադրբեջանում եւ Հայաստանում եւ իրենք ստորագրեցին, որ այսուհետեւ եթե կլինեն հողային վեճեր, միակ ճշգրիտ փաստաթուղթը այդ տարածքների վերաբերյալ քարտեզներն են, որոնց վրա կա իրենց կնիքը եւ ստորագրությունը։ Այդ մասին է, որ ես իրեն զեկուցեցի, նա այդ վայրագությունները լսելով չկարողացավ դիմանալ, շրջվեց թիկունքով դեպի ինձ եւ ես նկատեցի, որ նա արտասվում է։ Մի խոսքով դա հզոր մարդու մեծ բարիություն էր, ես այդպես եմ գնահատում։ Իսկ Դեմիրճյանը միջադեպի մասին հուշատետրում կգրի 26 հոկտեմբերի 84 թվական Զանգահարեց Բաղիրովը, ներողություն խնդրեց նոյեմբերյանի շրջանում կատարվածի համար։ Ղեկավարի արժանիքը ոչ թե այն է, թե ինչ նպատակներ է դնում իր առջև, այլ այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրագործման աստիճանը։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է։ Լավատեղյակ լինելով հայոց պատմությանը, Դեմիրճյանն առանձնահատուկ վերաբերմունք ուներ արվեստի, մշակույթի հանդեպ։ Երաժշտության, կերպարվեստի գիտակ էր, պոեզիայի սիրահար, ուներ նախանձելի երաժշտական լսողություն եւ մտերիմների վկայությամբ միանգամից կարողանում էր որսալ սխալ նոտան։ Ես ցավոք սրտի շատ չեմ եղել դպրոցներում, վերջերս մի 4-5 դպրոց հաճախեցի, սրանից հետո խոսք եմ տալիս երամսյակը մեկ դպրոցներում լինել, դա շատ հետաքրքիր բան է տալիս, դա այնքան էլ ուրախալի բան չի, որովհետև այս մեր
օպերայի դիրեկտորը սրանից մի 8 տարի առաջ ասում էր կան սրոպից չեք գալիս օպերա եւ այլն մի օր գնացինք օպերա նորմա օպերան էին դրել նոր ես էլ այդ նորմա օպերան ծայրից տար անգիր գիտեի գնացի լսեցի ասի լսեք սա կուպյուրով կտրել եք այսքան տեղը ու ստացվեց շատ վատ վիճակ մի օր գալիս ենք դպրոց ձեզ քննադատելու ենք նես չիմանաք թե տիկանք ձեզ դուր գալու համար այդպես որ այդ կամ բան չկա 1985-ին Օղակաձև զբոսայգում բացվեց Եղիշե Չարենցի արձանը, որին հաջորդեցին Դավիթ Անհախտի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Մեղապարտի, Կոմիտասի հուշակոթողները։ Կարեն Դեմիրճյանի օրոք եւ առաջարկությամբ ԽՍՀՄ ժողովրդական դերասանի կոչման արժանացան Հրաչյա Ղափլանյանը, Բաբկեն Ներսիսյանը, Օրեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը եւ տասնյակ ուրիշներ։ Սոցաշխատանքի հերոսի կոչման Վարդան Աչեմյանը, Գոհար Գասպարյանը։ Նրա հանդիպումները մշակույթի գործիչների հետ չէին սահմանափակվում ի պաշտոնե ընդունված արարողակարգով։ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առթիվ հավաքը շարունակական մտերմության վկայություն Երբ օրենք ընդունեց Սովետական միությունը ի պահպանության հուշարձանների պատմական մենք որոշեցինք այդ օրենքի այսպես լույսի տակ փրկենք Ղազանչեցուց եկեղեցին, որտեղ այնպես են որ արդեն նույնիսկ քարերը հանում են հիմնակարերը, որպեսզի ինքնստիկան արդեն ընկնի, միջև էլ երկար ժամանակ տարիներ ընթացքում տասնյակ տարիներ գոմ էր այդտեղ։ Ինքը կանչում է իր մոտ գործկոմի նախագահին, Գազի պետ Թաթարյանին եւ այլն, հետո ես եմ իրենց հետ հանդիպում եւ գնում ենք Ղարաբաղ։ Դեք պատկերացրեցիք, գնում ենք մենք Շուշի, մեզ հետ էլ տանում ենք բանվորին, Քարտաշին, Վալոդիա Բաբայանին, միջև այլն այնտեղ։ Եվ մի ամբողջ խումբ ենք ստեղծում եւ միջև արդեն շարժումը դա 81 թվականն 82 թվականն մոտավորապես դա երկար տարիներ է եղել այդ բոլոր բանը։ Ոտքի են կաղնացնում, ամուրացնում ենք հատկապես հիմքերը, երբ քանի անգամ արդեն ռումբակոծել են տեղ, թեկուզ արդեն գմբետը խփել են, գցել են, մատուրը լրիվ են ոչնչացրել կողքին կաղնած բունտաճարի, բայց ինքը մնացել։ 1988 թվական Արցախյան շարժում բռունցքված պահանջատեր ժողովուրդ Սումգայիթ իրադարձությունների անցանկալի զարգացումները կանխելու նպատակով կենտրոնը սկզբում փորձում է ժողովուրդների բարեկամության մասին սին քարոզչությամբ հանդարտեցնել կրքերը եւ փետրվարին այդ առաքելությամբ Հայաստանի կոմկուսի պլենումին մասնակցելու համար Երևան է գործուղում Վլադիմիր Դոլգիխին ու Անատոլի Լուկյանովին։ Նրանք խնդիր ունեին հայ կոմունիստներին պարտադրել դատապարտել Լեռնային Ղարաբաղի մարզկոմի որոշումը, ինչին վճռականորեն դեմ է լինում Դեմիրճյանը, փոխարենն առաջարկելով հարցի ուսումնասիրության նպատակով միութենական հանձնաժողովի ստեղծում։ Մարտի 10-ին Մոսկվա են կանչվում երկու հանրապետությունների առաջին այրերը, մասնակցելու քաղբյուրոյի նիստին։ Բաղիրովի ստորաքարշ ելույթից հետո հնչեց Դեմիրճյանի սառնասիրտ ու կշռադատված խոսքը։ Սկսված շարժումն ու Արցախի խնդրի բարձրացման պատճառներն օբյեկտիվ են, եւ կա այն ճչացող անարդարությունը, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, իսկ դա ներծծվել է ամեն հայի մեջ մայրական կաթի հետ եւ հաստատվում է պատմական փաստաթղթով։ Հիմա եկել է այն պահը, որ ժողովուրդը չի հավատում ոչ ձեզ եւ ոչ էլ մեզ։ Ստեփանակերտում Երևանի թատերական հրապարակում ամբողջված ժողովուրդը իհարկե անտեղյակ էր իսկությանը, գոց դռների ետևում ընթացող բանակրվին ու այնտեղ իր ներկայացուցչի պահվածքին։ Նրա առաջարկությունները քաղբյուրոն մերժեց,
Հարկ եղավ անգամ պայքարել նիստի մասին պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտած գրգռող ոչ հայանպաստ ձևակերպումները փոխելու համար։ Հետո տարիներ անց այդ մասին կգրի նիստին ներկա մեր հանրապետության մեկ այլ մասնակից։ Խաբյուրն որոշեց, որպեսզի պատրաստվի կառավարության որոշում։ Եվ հանձնարարեցին մեզ այդ որոշումը կայացնել։ Յակոբլևներ կենտրոնի քարտուղար, Լիգաշովներ, Կարեն Սերոպիչը, Ոսկանյանը եւ ես։ Այդ որոշումը պատրաստվեց, հետո Լիգաչովը եւ Յակոբլևը ուղղեցին եւ բերեցին որոշումը, որպեսզի մենք կարդանք Լիգաչովի առանձնասենյակում։ Մի քանի րոպեից հետո որոշումը պետք է հաղորդվեր կենտրոնական հեռուստացույցով։ Կարեն Սերոպիչը նկատեց, որ այնտեղ այնքան լավ չի գրած։ Եվ շատ խիստ եւ մեկ անգամ զարմացանք, որ այդպես կարելի է վիճել կենտրոնի քարտուղարի հետ։ Այն միջոցով դա իրեն բնավորությունն էր։ Դուք ըստ երևույթին շատ անգամ տեսածել կլինեք, որ Կարեն Սերոպիչը ոչ մեկի որ ձեռք էր փորձում սեղմել, գրկախառնվել, ոչ ոտենում էր եւ շատ սուր կերպով ասում էր, ինչ մտածում էր։ Թե խաղբյուրի անդամներին, թե նախարարներին, շատ նախարարների հետ հանդիպման ժամանակ ես եղել եմ, անգամ ասել եմ, լավ ինչ ես այդքան սուր դնում, ինչ ես այդ մարդկանց այդպես վերաբերով ոչինչ սովորեն։ Շատ խիստ վիճեց Լիգաչովի հետ։ Այնքան սուր էր վեճը, որ Լիգաչովն ասեց, որ ես կարող եմ ձեզ դուրս հրավիրել իմ առանձնասենյակից։ Այդ ժամանակ Կարեն Սերոպիչն ասաց, որ գիտեք ինչ, սա կենտրոնի առանձնասենյակ է, մենք էլ կենտրոնի անդամներ ենք, այսօր դուք մեզ դուրս հանել չեք կարող։ Լիգաչովը հասկացավ, որ այստեղ վիճել հնարավոր չի, անընդհատ էլ Յակոբլևը զանգում էր արդեն ժամանակն է, պետք է հաղորդումը գնա, եւ ստիպված համաձայնվեցին եւ այդ որոշումը ուղղեցին։ Այդ ուղումը բավականին օգտակար եղավ մեզ համար։ 1988 թվական մայիսի 21 Կարեն Դեմիրճյանն ազատվում է Հայաստանի կոմկուսի կենտրոնի առաջին քարտուղարի պաշտոնից եւ լինելով ամենաերիտասարդն առաջին քարտուղարներից 56 տարեկանում առողջական վիճակի պատճառաբանությամբ ուղարկվում թոշակի։ Նա այնպես ընդգծվեց կենցաղի մեջ, կարծես դա էր իրեն համար սովորական։ Ժամանակ ուներ արդեն տղաների հետ շատ շփվելու, խոսելու, զրուցելու, կատակ անելու նույնիսկ։ Ժամանակ ուներ թորնիկին հետը վերցնի, երբ գնում է քաղաքից դուրս տանի, օդ շնչելու, զբաղվի հետը, խաղեր անի, կարծես ուզում էր լրացնել ուշադրության այն պակասը, որ եղել է նախորդ տարիներին հանգամանքների բերումով զբաղվածության պատճառով։ Միայն ես գիտեի, որ դա արտաքին ֆասադն էր, արտաքին աշխարհի համար էր։ Ես տեսնում էի, ականատեսն էի նրա բացարձակապես անքուն գիշերների։ Ես հասկանում էի, ինչու է նա առանձնանում աշխատասենյակում, միացնում իրեն սիրած դասականների երաժշտությունը եւ լսում, կարծես ուզում էր երաժշտության այդ ներդաշնակ ձայներում վերանալ, մոռանալ աշխարհյան կատարելությունը, կեղտոտությունները, դավաճանությունը, ուզում էր հնարավորություն եւ ժամանակ տալ իր հոգուն հանգստանալ, զուլալվել, չճարանալ աշխարհի եւ մարդկանց դեպ եւ նոր դուրս էր գալիս իր աշխատասենյակից հանգստացած հավասարակշռություն ձեռք բերելուց հետո։ Անծանոթ մարդիկ քանի անգամ ծեծել են մեր դուռը եւ բոլորը կարծես կազմակերպած ձևով գրեթե նույն բանն էին ասում։ Ոչինչ չենք ուզում, նեղություն չենք պատճառի, միայն իմանանք, որ Կարեն Սերոպիչը առողջ է, միայն իմանանք, որ լավ է, ասիկ սրտին մոտ չընդունի, հանգարց սրտի վրա չազդի։ Այսպես բաներ էին ասում։ Սա էր, որ Կարենին պահում էր եւ ամենածանր վիճակում ուժ էր տալիս։ Սա էր, որը տեսնելով Կարենը ասել է,
հետադարձ հայացքով նայում եմ եւ զգում եմ, որ ես իմ կյանքի գործը կատարել եմ եւ սխալներ թույլ չեմ տվել։ Շատերն ինձ ասում էին, թե ես չպետք է գնայի, այլ անցնեի Ղարաբաղյան շարժման գլուխ։ Ես միշտ պատասխանել եմ, պետք էր հանդես բերել խիզախություն եւ քաջություն, որպեսզի չհրապուրվեի ազգային հերոս դառնալու պատրանքից կամ նույնիսկ ռեալ հնարավորությունից եւ իմ եսի, իմ փառքի համար հարվածի տակ դնեի ժողովրդին։ Ժամանակն ու իրադարձությունների ընթացքը հետո կհաստատեն, որ նա այդ հարցում եւս իրավացի էր։ Ափսոս նրա այդ օրերի խոհերից քիչ բան է թղթին հանձնվել։ Այդուհանդերձ սեղմագիր տողերից անգամ վեր է հառնում անանձնական սիրով ապրող հայրենակիցների ու հայրենիքի ապագայով մտահոգ հայորդին, հիրավի հայասիրտ առաջնորդը։ 1991 թվականի սեպտեմբերի 10-ին Դեմիրճյանը նշանակվում է Հայ էլեկտրամեքենա գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն։ Ես ծանոթացա Կարեն Դեմիրճյանին, երբ ակտիվ քաղաքական գործունեության 3 տարի ընդմիջումից հետո նա ստանձնեց Հայ էլեկտրամեքենա արտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնը։ Տարաբնույթ տրամադրություններ կային այն ժամանակ տեղ բազմահազար կոլեկտիվի մոտ։ Մի կողմից տեսնելով հանրապետությունում տիրող մասնավորեցման տենդը, կար համոզմունք եւ հույս, որ Կարեն Դեմիրճյանը իրենով կկարողանա պատսպարել կոլեկտիվը եւ գործարանը այդ պրիվատիզացիոն բեսպրեդելից։ Մյուս կողմից կար մտավախություն։ Կկարողանա արդյոք երկիրը 14 տարի ղեկավարած գործիչը իջնել, եթե այդպես կարելի ասել, գործարանի կոլեկտիվի ամենօրյա փոքր ու մեծ հոգսերի մակարդակին։ Ու չնայած որ տնօրենի շապիկը անչափ փոքր էր այդ հզոր անձնավորության համար, նա իրեն բնորոշ մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի։ Մշակվող ծրագրերը իրագործելիս նա չէր ափսոսում օգտագործել իր հարուստ փորձը եւ լայն կապերը, իսկ հարկ եղած դեպքում նաեւ իր անսահման հեղինակությունը, որը նա վայելում էր հանրապետությունում եւ հանրապետությունի դուրս։ Նա շատ իրատեսորեն էր գնահատում հանրապետությունում, մասնավորապես տնտեսությունում ստեղծված նոր իրավիճակը։ Եվ այդ նոր իրավիճակում նա դասավորում էր այնպիսի հնարամտություն եւ ճկունություն, որոնք շատ ուսուցանելի կարող են լինել այսօրվա ժամանակակից հաջողակ շատ ու շատ գործարարների համար։ Եվ դրա հետ մեկտեղ բոլոր իր որոշումները եւ գործողությունները նա դիտարկում էր կոլեկտիվի, հանրապետության եւ ազգային շահերի պրիզմայի միջով։ Եվ իհարկե անկասկած, թե իր գիտակցության մեջ, թե հոգու եւ սրտի մեջ նա այդ շահերի կրողն ու պաշտպանն էր։ Մեծ քաղաքականություն այնուամենայնիվ նա վերադարձավ այն խորին համոզմամբ, որ պետք է իր երկրին, եւ ժողովուրդը կամենում է իրեն վերստին տեսնել բարձունքներում։ Դրանով են հիմնավորում նոր, հզոր կուսակցություն հիմնելու եւ ցակ ու ցրիվ ուժերը մի դաշինքում համախմբելուն միտված նրա քայլերը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած Միասնություն դաշինքի հաղթանակը իսկապես ազդու էր։ Հունիսի 10-ին Կարեն Դեմիրճյանը գրեթե միաձայն ընտրվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Ես եւ իմ եղբայրը հանդիպեցինք համարյա 10 տարի հետո Մոսկվայում, երբ որ նա ազգային ժողովի դելեգացիայի հետ եկավ Մոսկվա։ Այդ 3 օրը շատ բան դա ինձ պատմեց։ Մենք նստած էինք հիմա պրեզիդենտ օտել են ասում, այն ժամանակ ցեկայի հյուրանոցն էր։ Խոսում ենք, մենք էլ տեսնեմ, թե էինք։ Ես նստած եվ այդ կոնման քիչ էստեղ, գլուխը նստած,
Գիտեք ինչ, ես կողքից էի նայում, եթե ռեժիսոր լինի, լավ ռեժիսոր, եւ փորձի ինչ-որ տրագիկ տեսարան նկարի, մարդը, որ տրագիկ դրության մեջ է, էդ էր, կամոջան ասում, գլուխս պայթում է, չեմ կարողանում գտնել, ոնց դուրս բերեմ իմ ժողովրդին այս անդունդից։ Պատկերացնեք։ Այդքան կարգապահություն մեր ազգային ժողովում դեռ չէր եղել։ Խստությունն էր պատճառը, նրա անձի հանդեպ պատկառանքը, ուժերի նկատմամբ հավատը, վստահությունը, գուցե բոլորը միասին։ Ավաղ եղավ հոկտեմբերի 27 ասվածը, ստորնածին արարք, որը որպես ամոթ բարոյական անկման խարան է մնալու մեր պատմության մեջ։ Ես ընդհանրապես դեմ եմ սեպ կրելու։ Ես գտնում եմ, որ հասարակությունը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի ներքին կարգուկանոնին, բարոյական վիճակին, մարդկանց դաստիարակությանը, սկսած փոքրից մինչև վերջ, նրանց բարիշտությանը, քան թե մարդկանց զինելուն, որ նրանց վրա հարձակվեն, նաև ինքնապաշտպանության համար զենքը օգտագործի։ Զենքը վատ բան է, վերջին հաշվով մի օր պետք է կրակի։ Դեռ երկար փնտրտուքներ կլինեն պարզելու Դեմիրճյանի հանդեպ ժողովրդի տածած համընդհանուր սիրո ու վստահության գաղտնիքը, նրա ֆենոմենը։ Մարդկանց ճշմարիտ արժեքներով ապրեցնել է պետք։ Մեզ հարկավոր է մուրճի զարկ, այլ ոչ թե ատամների կրճտոց, բարություն, այլ ոչ թե չարություն և նախանց, միաբանություն և ոչ էգոյով կուրացած հաշիվների մաքրում։ Հասարակությունը պետք է զգոն լինի, որպեսզի առանձին չկայացած մարդիկ պահը չօգտագործեն իրենց շահադիտական նպատակների, հարամոլության ծարավը հագեցնելու և վրեժխնդրության համար։ Պատմության գիտակ, այդ պատմությունից ու կյանքից դասեր քաղած, հայի էությունը խորապես ըմբռնած Կարեն Դեմիրճյանն ընկավ իր արյունակցի գնդակից, դառնալով կույր ատելության ու քաղաքական խարդավանքի զոհ։ Քաղաքականությամբ ես մշտապես հետաքրքրվել եմ։ Մեր տանը կար հսկայական գրադարան և ես դրանից օգտվում էի։ Կենտկոմի առաջին քարտուղարներին նաև ուղարկում էին հատուկ գրականություն, որը չէր հրատարակվում։ Եվ ես մեծ հաճույքով ընթերցում էի այդ գրքերը, հայտնի քաղաքական գործիչների, քաղաքագետների, տնտեսագիտական, քաղաքագիտական գրականություն։ Ես այդ հնարավորությունը լիարժեք օգտագործում էի և կարծում եմ այդ գրականությունը։ Շատ եմ սիրել պատմություն, կոնսպեկտել եմ և մշտապես եղել եմ հորս կողքին քաղաքականություն, ես իմացել եմ ներսից, երբ նա Կենտկոմի առաջին քարտուղարը շատ հաճախ ես ուղեկցում էի նրան իր այցելությունների ժամանակ շրջաններ։ Ինչ վերաբերում է 1998-99 թվականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ապա ես հորս կողքին էի, շտաբում էի, օգնում էի, ինչով կարող էի։ Սակայն անձնական պլաններ ես չունեի մտնելու քաղաքականություն։ Չնայած 99 թվականին շատերը առաջարկում էին և պնդում էին, որպեսզի ես ընդգրկվեմ Միասնություն դաշինքի ցուցակի մեջ։ Այն բանից հետո երբ Միասնությունը հաղթեց, ինձ առաջարկել են նաև տարբեր պաշտոններ, ես նույնպես հրաժարվել եմ։ Ես ունեի իմ գործը
իմ կյանքը։ 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո իհարկե իրավիճակը փոխվեց եւ ես չէի կարող ընդառաջ չգնալ բազմահազարանոց կուսակցության ցանկությանը։ Եվ ես իմ համաձայնություն տվեցի ընտրվելու կուսակցության նախագահի պաշտոնում։ Կարեն Դեմիրճյանի որդի լինելը դա հպարտություն է եւ միաժամանակ մեծագույն պատասխանատվություն։ Եվ եթե դուք ինձ հարցնեք, թե ինչ եմ ես առաջի հերթին սովորել Կարեն Դեմիրճյանից, դա պատասխանատվության եւ արժանապատվության զգացումն է։ Եվ ես ստանձնելով այդ գործը գիտակցել եմ պատասխանատվությունը եւ ամեն ինչ արել եմ, որպեսզի պիտանի լինեմ մարդկանց, որպեսզի կուսակցությանը դուրս բերեմ այդ ծանրագույն վիճակից, որտեղ դա դաժան փորձություն էր։ Ես ընտրվեցի նախագահ կուսակցության համար ամենածանր ժամանակ եւ իմ գործունեության մեջ ես ղեկավարվել եմ որոշակի սկզբունքներով եւ իմ գործունեության ընթացքում ես մշտապես իհարկե խորհրդակցել եմ Կարեն Դեմիրճյանի հետ, ինքս ինձ միշտ տալիս է այդ հարցը, իսկ նա ինչ կաներ այս դեպքում։ Եվ ես շատ բան եմ սովորել նրանից եւ դա ինձ օգնել է եւ օգնում է։ Նա այսօր էլ իր ժողովրդի հետ է եւ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող կրթօջախիսաների, իր թորնիկների, բազում այլ մանկանց աչքերով հետևում է իր կառուցած, կառուցվելիք երկրում ընթացող անցքերին, հավատավորի սիրով փայփայում, ծաղկող հարատև Հայաստանի երազը։ Զարմանալի է մեր ժողովուրդը, իր պատմությունը շատ սիրող, սակայն այդ պատմությունից դասեր չքաղող։ Հայերը, չնայած արտաքին պրագմատիզմին, հոգով մաքուր իդեալիստներ են, օժտված չարի դեմ պայքարելու անսպար եռանդով, եւ այդ պայքարը մղում են հաշվի չառնելով ոչ մի հետևանք։ Նրանց ռոմանտիկական լավատեսությունը միշտ գերիշխում է սթափ իրական դատողություններին։